Ժողովուրդ ջան, ուրեմն մեր երկրի նախագահը, եթե իհարկե ճանաչում եք, ընդունեց հրամանագիր, որ ընտրությունները լինելու են հունիսի 7-ին 2026 թվականին։ Հաշվի չառնելով, որ առհասարակ այս process-ը լինում էր 90 օր առաջ, այս վերջի ժամանակներում այս անգամ եղավ 120 օր առաջ։ Ինչի համար բոլորս լավ գիտենք։ Ուրեմն, այս հրամանագրից ենթադրում է, որ առհասարակ որևիցե բարեգործական process չի կարող իրականացվել։ Այս մարդիկ ինչ են մտածում։ Նախ ում հետ են համեմատվում, իրանց արշինով են փորձում չափեն, եթե իրանք ձեզ, մեզ, առհասարակ մեր ժողովրդին հիշում են մենակ նախընտրական շրջաններում, իրենց փուչ խոստումներով 7 տարի ապացուցված, որ ոչ մի իրանց խոստում չեն կատարել, որևիցե ինչ որ տենց բարի վերաբերմունքով, ինչ որ ուշադրությունով, իրանք եկել են համեմատվում են Սամվել Կարապետյանի հետ, որ 30 տարուց ավել այդ մարդը իր սեփական աշխատած գումարով եղել է մեր ժողովրդի կողքին, սկսած սովորական ուսանողի վարձավճարից միջև եվրոպական ստանդարտներով մեծ հիվանդանոց կառուցել ու նվիրել մեր ժողովրդին։ Փետրվարի 7-ից բոլորի համար կանոնները նույնն են, թե մեր համար, թե ՔՊ-ի համար։ Եվ ինչ է անում ՔՊ-ն։ Փետրվարի 9-ին ՔՊ-ի մարզպետը որոշում է կայացնում պետբյուջեից օգնություն բաժանել։ Պետբյուջեից մեր, ձեր գրպանից օգնություն բաժանել։ Ուզում եմ հասկանամ, այդ դուք մեր փողով մեզ օգնություն եք տալիս կարելի է, մեզ մեր փողով, մեր աշխատած փողով բարեգործություն անել չի կարելի, հələ պարզաբանեք հասկանանք։ Ժողովուրդ ջան, այս նյութի մասին փաստ լրատվականներ հայտնել, հիմա կդնեմ, ինքներդ էլ կտեսնեք։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, այս մարդիկ նորից եմ ասում, հիշում են ժողովրդի մասին մենակ նախընտրական շրջանում։ Մենք էլ, դուք էլ արդեն վաղուց հասկացել ենք, այս նախընտրական ժամանակներում էլ մեր ու ձեր փողով փորձում են լավություն անել։ Ժողովուրդ ջան, ձեզ հավաստիացնում եմ, այս ամեն ինչի վերջը արդեն եկել է։ Շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, շատ շուտով ունենալու ենք ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան, ով որ տերա լինելու ամեն մեր պետական բյուջեն մտնող լումային, լավացնելու է մեր ժողովրդի ապրուստը, ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն